Ուղիղ 1 տարի է անցել քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի Ֆազի սպանությունից։ Սպանությունը տեղի էր ունեցել հունիսի 11-ին Երևանի Շինարարների փողոցում։ Գրիգորյանին սպանել էին իր իսկ մեքենայում։ Դեպքից անմիջապես հետո համացանցում կադրեր հայտնվեցին, որոնցում երևում էր, թե ինչպես է Ֆազին ենթադրյալ սպանողը հեռանում դեպքի վայրից։ Դրան հաջորդեցին լուրերը, թե Սերգեյ Գրիգորյանի սպանությունը կապ ունի քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանի, Չաղ Ռուստամի հետ, քանի որ վերջիններս լարված հարաբերությունների մեջ են եղել միմյանց հետ։ Դեպքից 2 ամիս անց կասկածները փարատվեցին եւ իրավապահները ձերբակալեցին ու կալանքի տարան Ռուստամ Ստեփանյանին եւ նրա վարորդին, իսկ բուն սպանություն կատարողներին մինչ օրս փնտրում են։ Նշենք, որ Չաղ Ռուստամը պնդում է, որ կապ չունի քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի Ֆազի սպանության կազմակերպման հետ եւ չի ընդունում մեղադրանքը։ Մոտ 6 ամիս կալանքի տակ մնալուց հետո 2025 թվականի փետրվարի 26-ին Ստեփանյանն ազատ արձակվեց, սակայն դրանից մոտ 1 ամիս անց մարտի 18-ին կրկին կալանավորվեց եւ այս պահին գտնվում է ԱԱԾ-ի մեկուսարանում։ Թեև քննչական կոմիտեն տեղեկություն տրամադրել էր դեպքի մանրամասների մասին, սակայն կան բաներ, որոնց մասին չի խոսվում։ Օրինակ այն, որ սպանության օրը սպանությունից րոպեներ առաջ Չաղ Ռուստամը Փարվանա ռեստորանային համալիրում Փաշինյանի օգնական Դավիթ Գևորգյանի հետ ճաշկերույթի է մասնակցել։ Վկաները Մեդիահաբին պատմում են, որ նա անհանգիստ է եղել, անընդհատ հեռախոսին է նայել ու հենց զանգ է ստացել միանգամից դուրս է եկել ու գնացել Պրոշյան գյուղում գտնվող իր առանձնատուն, հանդիպելու մարդասպաններին։ Դրանից հետո էլ մարդասպաններն իր օգնականի հետ դուրս են եկել ու գնացել դեպի Զվարթնոց օդանավակայան, որտեղից էլ մեկնել են Ռուսաստանի Դաշնություն։ 1 տարվա ընթացքում Չաղ Ռուստամի գործով 10-ից ավելի դատական նիստ է տեղի ունեցել, թեև դատաքննությունը հայցվոր կողմին չի բավարարում, հատկապես որ կան որոշակի հիմքեր կարծելու, թե Չաղ Ռուստամն ունի ՔՊԱ-ականների աջակցությունը։ Մասնավորապես, մեր ձեռքի տակ են հայտնվել տարբեր կադրեր, որոնցում երևում է, ինչպես է նա ՔՊԱ-ական շրջանակի հետ տարբեր միջոցառումների մասնակցում։ Էսի կայֆա։ Չկա ուրիշ տարբերակ։ Սերգեյ Գրիգորյանի սպանության գործով հաջորդ դատական նիստը տեղի է ունենալու հուլիսի 3-ին Ավանի դատարանում։